Այսօր քաղաքաշինության նախարարությունը առաջարկությունների համար քննարկում հանդիպում է նախաձեռնել Գյումրու զարգացման ծրագիրը կյանքի կոչելու համար քաղաքաշինության ոլորտից մինչև մարզային կառույցներ, հասարակական ու պետական օղակների ներկայացուցիչներ հավաքվել են առաջարկներ ներկայացնելու եւ հասկանալու ի վերջո որն է այն ամենաիրատեսական մոտեցումը, որով առաջիկա տարիներին հնարավոր կլինի հանրապետության երկրորդ քաղաքը ոտքի կանգնեցնել եւ նոր կյանք հաղորդել։ Բանախոսները մասնավորապես կարևորել են բուհական քաղաքի գաղափարը, որով նախ կբեռնաթափվի մայրաքաղաքի շարժը, կստեղծվեն ազատ գոտիներ, մյուս կողմից Գյումրին կսկսի զարգանալ իր շնորհիվ ուսանողական ակտիվության։ Առաջարկներ են հնչել նաև տեխնոպարկի գաղափարի շահկապումը այս մտադրությանը, ինչպես նաև որոշ նախարարությունների տեղափոխումը Գյումրի։ Առավել իրատեսական առաջարկները կքննարկվեն ավելի մանրամասն եւ անհրաժեշտության դեպքում նոր քննարկումներ կկազմակերպվեն հարցին գործնական ընթացք հաղորդելու համար։ Մենք ուզում ենք սկսել նախապատրաստվել մի այլ էտապի, ի վերջո փակել աղետի գոտու էջը եւ սկսել մտածել Գյումրիի զարգացման ծրագրերի մասին։ Իհարկե պետք է ասեմ, որ այդպիսի ծրագրեր մշակվել են եւ որոշակի քայլեր արվել են, բայց ես չէի ուզենա, որ մենք բոլոր հարցերը այսօր այսպես բերենք մեկ քննարկման արդյունքում, մենք նախատեսում ենք ընդլայնված նիստեր, արտագնա նիստեր կազմակերպել նաև Գյումրիում եւ ուղղակի ուզում եմ, որ Գյումրին դառնա մեզ համար առաջնահերթություններից առաջինը։ Պետք է կարողանանք հասկանալ, որ միայն Երևանում կենտրոնացնելով ամեն ինչ Բաղրամյան փողոցի վրա ուղղակի մեծացնելով նաև բնակչության թվաքանակը եւ այդ խոսքը, որը ամբողջ պետությունից գալիս է դեպի Երևան, այո, բուհեր են գալիս, գերատեսչություններ, պետք է կարողանանք մենք վերջնական հասկանալ եւ կարողանանք, որ ասենք, եթե ընդունենք, որ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը մի մարմին է, ուրեմն պետք չի, որովհետեւ միայն գլուխը մեծացնելով ուղղակի ստանանք մի, ասում եմ, մարմին, որը ունենա ռախիցիկ պատկեր։